Շատ բաներ, որոնք Հայաստանում սովորական են թվում, Եվրոպայում կարող է քրեական խնդիր դառնալ։ Օրինակ, ուրիշի հասցեում գրանցվելը։ Եթե Եվրոպայում շատ հայեր կան, որոնք ուրիշի հասցեում են գրանցված, սակայն այդտեղ չեն բնակվում, կարող է քրեական խնդիր դառնալ, ինչու, որովհետև դա արվում է հիմնականում նպաստ ստանալու կամ բնակության իրավունք ստանալու համար, եւ ոստիկանությունը կամ սոցիալական մարմինները, եթե ստուգումներ են անցկացնում կամ հարցաքննում հարևաններին եւ դա բացահայտվի, ապա կարող է այն մեծ վարչական տույժ ու տուգանք կամ փաստաթղթային խնդիրներ կամ էլ նույնիսկ քրեական պատասխանատվության խնդիր դառնալ։ Շատ հայեր Եվրոպայում սև աշխատանք են կատարում, այսինքն այն չեն գրանցում եւ դա կարող է իրոք մեծ խնդիր դառնալ, որովհետեւ դա համարվում է հարկերից խուսափել, ինչպես նաեւ փաստորեն աշխատանքային պայմանագրեր չունենալ, իսկ Եվրոպան շատ խիստ է գումարների վերահսկման գործերով եւ եթե ստուգումներ հանկարծ անցկացնի եւ բացահայտի, որ հայերը օրինակ աշխատում են, սև աշխատանք են կատարում, չեն գրանցել, հարկեր չեն վճարել, ինչպես նաև օրինական աշխատավարձ չեն ստացել, ապա նույնպես դա կարող է շատ մեծ խնդիրներ առաջացնել։ Մյուսը դա կեղծ ամուսնությունն է։ Շատերը շենգենյան վիզա ստանալու համար կամ Եվրոպայում քաղաքացիություն ստանալու համար եւ այլն ամուսնանում են, գրանցում են ԶԱԳՍ-ում, սակայն միմյանց հետ չեն բնակվում են առանձին։ Եվ եթե հանկարծ պատկան մարմինները Եվրոպայում ստուգումներ անցկացնեն եւ տեսնեն, որ փաստորեն այդ ամուսնությունը կեղծ է, այսինքն ֆիկտիվ, ինչպես որ ասում են, ապա նույնպես կարող է շատ խնդիրներ առաջացնել, որովհետեւ դա համարվում է ներգաղթի հետ կապված շատ մեծ թերություն եւ փաստաթղթերում կարող է լուրջ հետևանքներ թողնել հետագայում մարդու Եվրոպայում ապրելու կամ քաղաքացիություն ստանալու հարցում։ Մյուսը դա սպառնալիքներն է ինտերնետում, այսինքն եթե Հայաստանում ինտերնետում կարողանում են միմյանց վիրավորել, սպառնալ եւ այլն, առանձնապես դրա համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել, մեծ մասամբ չեմ ասում հիմնականում, ապա Եվրոպայում դա համարվում է շատ լուրջ քրեական սպառնալիք։ Օրինակ, եթե ասում են ես քեզ կսպանեմ կամ կտեսնես ինչ կլինի, կամ վիրավորում են մարդու ռասայական պատկանելիությունը, դա կարող է արդեն համարվել հիմք փաստաթուղթ, հետագայում օգտագործվում է դատարանում եւ դրա համար անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Մյուսը դա փողոցային կռիվն է։ Օրինակ Հայաստանում հայերը սովոր են, չէ, որ մեկը մեկին խփում են, ասում են՝ «Տես դու խփեցի, ես հիմա քեզ կխփեմ»։ Սակայն Եվրոպայում այդպես չէ։ Նույնիսկ ինքնապաշտպանության հարցում, եթե անձը հարձակվել է մեկի վրա եւ նա պաշտպանվում է, ապա եթե շարունակի խփել, արդեն երկրորդ, երրորդ խփելը կհամարվի հարձակում եւ դրա համար անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Մյուսը դա նպաստի հետ կապված խաբեություններն են եւ կեղծ փաստաթղթեր ներկայացնելը։ Օրինակ շատերը, որպես փախստական, երբ Հայաստանից գնում են Եվրոպա, հանձնվել են ուրիշի անուն ազգանվան տակ, ներկայացրել են կեղծ փաստաթղթեր։ Եվրոպայում կեղծ փաստաթղթերով եւ ուրիշի անուն ազգանվան տակ ստացել են նպաստներ, երկար տարիներ, սակայն Հայաստանում իրենք գրանցված են իրենց իսկական անուն ազգանունով, այնտեղ ձեռք են բերել նաև որոշակի գույք։ Օրինակ վերջերս իրոք բացահայտվել են մի քանի այդպիսի դեպքեր, որ օրինակ հայերը Եվրոպայում երկար տարիներ ստացել են նպաստներ, ունեցել են գույք, բայց Հայաստանում իրենց իսկական անուն ազգանունով ունեն բնակարաններ, հողատարածքներ եւ այդ գործերը բացահայտվել է եւ բնականաբար ընկել են շատ մեծ պատմությունների մեջ, հարուցվել են քրեական գործեր, իսկ ինչ է, եթե Հայաստանը այդ գործերը ուղարկում է Եվրոպա, բնական է Եվրոպան էլ ռեգրեսիվ հայցով, այսինքն հակընդդեմ հայցով կմտնի եւ կպահանջի իր վճարած նպաստները եւ դրանք պարունակում են բազմա հազարանոց եվրոներ եւ մարդը կարող է կրել շատ մեծ տույժ ու տուգանքներ, ինչպես նաեւ կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության ընդհուպ մինչեւ դեպորտ դեպի Հայաստան։
Ինչու եմ սա այսօր ձեզ զգուշացնում, որովհետև այսօր Եվրոպան շատ է խստացրել քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ներգաղթի պայմանները եւ մցրել է թվայնացված համակարգ, այսինքն շատ դժվար կլինի խաբել, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր ներկայացնել, նպաստներ ստանալ եւ ուրիշի անուն ազգանունով հանդես գալ, որովհետև բոլորը արդեն թվայնացված համակարգերի միջոցով կապ ունեն միմյանց հետ եւ շուտ են բացահայտում կեղծիքները։